Դասախոսների 51%-ը կեսից ավելին գիտական աստիճան չունի։ Բուհական համակարգում ներգրաված ակադեմիական անձնակազմի միայն 6%-ն է գիտական աշխատող, խաթարված է բուհ, հետազոտություն, տնտեսություն եռանկյունին։ Ըստ կրթական գերատեսչության ղեկավարի, բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահեն կրթության օրակարգից, դառնալով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթաց։ Գիտնական կա, գիտական գոնե 1 աշխատող կա 60 բուհերից միայն 15-ում, այսինքն մնացյալ 45 բուհերում կրթությունը իրականացվում է բացառապես դասավանդման եղանակով։ Այս ոլորտում բարեփոխումներ կլինեն, նոր կարգավորումներով խստացվում են լիցենզավորման չափանիշները, խթանվում է երիտասարդ գիտնականների ներգրավումն ու սերնդափոխությունը։ Կրթության փորձագետը նկատում է, մեր երկրում բուհի դասախոսը ժամանակ չունի գիտությամբ զբաղվելու, նրա ծանրաբեռնվածությունը ահռելի է։ Ուրեմն այն մարդիկ, որոնք գիտական կազմակերպություններում են աշխատում եւ մաքուր գիտությամբ են զբաղվում, նրանց չեն ներգրավում դասավանդման գործընթացում հիմնականում։ Եվ ստացվում է այս անջրպետը։ Գիտական աշխատանք անելու համար շատ քիչ են վարձատրվում գիտնականները եւ ստիպված նրանք ցեկտում են, որպեսզի շատ ժամանակ ունենան, որպեսզի գոնե աշխատավարձը բարձր լինի։ Փորձագետը բերում է արտերկրի հետազոտական համալսարանների օրինակը, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում հիմնական պրոֆեսորի զբաղվածությունը չի կարող ավելի լինել, քան 6 ժամը։ Հայաստանում այդ թիվը ըստ մասնագետի կարող է մինչև 20 ժամ լինել։ 6 ժամ են տալիս պրոֆեսորին, որպեսզի նա կարողանա գիտական թեմա ղեկավարել, գիտական աշխատանք անել, հրատարակվել, այսինքն այն բաները, որ դասապրոցեսի հետ կապ չունի, եւ վարձատրվել արժանավայել ձևով։ Հայաստանում նման բան չկա։ Հայաստանում ստիպված շատ ժամեր են վերցնում եւ կռիվ են անում դասախոսները, որպեսզի նրանց ժամերը չկրճատեն, որովհետեւ դա անմիջապես ազդում է աշխատավարձի վրա։ Համակարգային խնդիրները ըստ փորձագետի բազմաշերտ են, թեև գիտության ֆինանսավորման բյուջեն մեծացել է, այդուհանդերձ գիտնականների թիվը չի ավելացել։ Ավելին, եթե խորհրդային միության վերջին տարիներին գիտությամբ զբաղվողների թիվը Հայաստանում մոտենում էր 30,000-ի, ապա այսօր այն նվազել է շուրջ 5 անգամ։ Երիտասարդներին մոտիվացնել է պետք թե հոնորարով, թե արտոնյալ պայմաններով։ Կարևոր է նաև Սփյուռքի հայ գիտնականների հետ համագործակցությունը այս խոցելի ոլորտը ռեստարտ անելու համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։